Հաղպատի վանական համալիր կատարած այցելության ընթացքում է ծնվել այս նախաձեռնության գաղափարը։ 5 տարվա ընթացքում այն աստիճանաբար հասունացել, մշակվել եւ ի վերջո կյանքի է կոչվել։ Մտահղացումը Խոստում հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է եղել, դրանով ոգևորել է նաեւ ընկերներին։ Նախագիծը եւս Խոստում է կոչվում։ Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն եւ ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է, որոնցից յուրաքանչյուրի մեջ ամփոփված են օրհնված քարերի մանրացված մասնիկներ։ Սրանք էլ այդ քարերն են։ Հավաքվել են Հայաստանի տարբեր սրբավայրերից՝ Մուշից, Վանից, Սասունից, Անիից, Էրզրումից, Արևմտյան Հայաստանի այլ խոնարհված վանքերից ու եկեղեցիներից։ Քարերի բեկորներ կան նաև Դադիվանքից, Արարատի Գագաթից, իսկ այս քարն օրինակ ջրի տակ անցած Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հատակից է հանվել։ Հավաքածուն համալրվել է աշխարհասփյուռ թեմերի եւ Երուսաղեմի հոգևորականների օրհնած քարերով։ Նախագծի բոլոր փուլերը փաստագրվել են, քարերը հավաքելուց մինչև խաչեր պատրաստելու գործընթացը, որի վրա նախագծի մասնակիցներն ամիսներ են աշխատել։ Ավելի քան 200 փորձարկումների արդյունքում արծաթագործ վարպետները ստացել են այս խաչը՝ արծաթագույն եւ ոսկեգույն։ Խոստումը նրա մասին է, որ հիշելով մեր անցյալը նայենք դեպի ապագա։ Ամբողջ այդ աշխատանքը, որ արվել է, այն խաչերը, որոնք որ ստեղծվել են նրա համար, որ այն մարդիկ, ովքեր կդառնան մեր խաչի կրողները, իրենք մեր պատմությունը իրենց հետ տանելով նայեն դեպի ապագա եւ կառուցենք բոլորով մեր երկիրը եւ ամեն մեկս մի մեծ գործ անենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։ Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց Խոստում նախագիծը։ Դրա իրականացման վրա մեծ թիմ է աշխատել։ Քարերի մասնիկները խաչերի մեջ տեղադրելու process-ին միացել են վաստակավոր դերասաններ, արվեստագետներ, անվանի շախմատիստներ, մարզիկներ, տարբեր ոլորտների ճանաչված գործիչներ։ Մենք այսօր կամուրջ ենք հանդիսանում մեր նախնիների եւ մեր ապագա սերունդների միջև։ Այս կամուրջը պետք է շատ ամուր լինի, որ կարողանանք ճիշտ փոխանցենք մեր հոգևոր մշակույթը, հոգևոր արժեքները մեր ապագային, մեր գալիքին։ Այլապես մենք կզրկվենք մեր ձայնից, մեր դեմքից, մեր տեսքից, մեր էությունից եւ մեր բնույթից։ Բոլոր խաչերը ձեռագործ են, ունեն անհատական համար եւ կրում են հայկական սրբավայրերի, ամենայն հայոց կաթողիկոսների, նաեւ հայ առաքելական եկեղեցու սրբադասված հոգևորականների անունները։ Ամեն մարդ, երբ որ կկրի խաչը իր կրծքին, նա կտա մի յուրօրինակ խոստում, թե ինքը ինչ է խոստանում իր սերունդներին, ինչ է խոստանում ինքն իրեն մեր խոստում խաչը կրելով։ Արծաթագույն խաչերի մի մասը հետագայում կշնորհվի այն անձանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Նախագծի հոգևոր խորհրդատուն Թովմաս Ուրարակիր Առաքելյանն է, որը մասնակցել է նախաձեռնության գաղափարական ձևավորմանը։ Այսօր մեր հայրենիքում շատ կարևոր են բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են միասնականություն եւ հաշտություն բերելու մեր կյանքից ներս եւ բնականաբար աշխարհի բոլոր եկեղեցիների հետ առնչվող խաչի փառքը մեր ժողովրդի մտքում, կյանքում վերառակող այս նախաձեռնությունը պիտի օգնի մեզ, որպեսզի մենք վերադառնանք խաչին, գիտակցենք, որ խաչի ճանապարհը իրապես բերում է հարության եւ հաղթանակների։ Խաչերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը Խոստում հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային եւ հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմանը։ Սա արդեն նախագծի երկրորդ փուլի շրջանակում։ Խոստում նախագիծը հանդես է գալիս երկու կազմակերպությունով՝ Խոստում բարեգործական հիմնադրամ եւ Խոստում կազմակերպությունը։ Բարեգործական հիմնադրամը հանձն է առել կատարել շատ մեծ կրթական ծրագրերում ներդրումներ եւ տարբեր մշակութային նախաձեռնությունների մեջ ներդրումներ, իսկ մյուս հատվածը, որը որ կազմակերպության խաչերն են լինելու, նրանք դուրս են գալու վաճառքի հուլիսի 5-ից սկսած, իրենց ուխտագնացության առաջին օրվանից սկսված մեր կայքի միջոցով, իսկ այն գումարները, որը որ վաճառքից կգոյանա կազմակերպության, դա ուղղվելու է նախագծի գլխավոր երկրորդ փուլի իրականացման համար, որը որ մասշտաբներով շատ ավելի մեծ է, քան առաջին փուլը։ Խաչերի ճանապարհը դեռ շարունակվում է։ Սպասվում են նոր ուխտագնացություններ դեպի հայկական տարբեր սրբավայրեր։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։